Շարունակեմ այս գրքի բովանդակությունից պատմելը, ուրեմն Ադամն ու Եվան, երբ որ մեղանչեցին եւ դրախտից վռնդվեցին, Աստվածաշնչյան որոշ թարգմանություններ ասում են, որ իրանք բնակվեցին Եդեմի արևելյան կողմում։ Դա ինգնում է Վանի վերևը կամ Արարատ լեռան հյուսիսային լանջերում։ Նու ինչ էին անում Ադամն ու Եվան։ Իմ կարծիքով իրանք բոլոր թորներին պատմում էին իրանց դրախտային կյանքի մասին, իրանց անխելքության մասին, որ հանկարծ այս թորները նույն բանը չկրկնեն, եւ ցավոք սրտի Կայենը այդ նույն բանը կրկնեց, եւ դրանից հետո հավատքը ավելի ընկավ բոլորի մոտ, բայց Ադամը մի որդի է ունենում, մյուս որդուն է ունենում Սեթին, Սեթից ծնվում է Ենովսը եւ Աստվածաշնչում գրված է, որ Ենովսի ժամանակ սկսվեց Աստծո անունը կանչելը։ Նույնիսկ ենթադրվում է, որ Ենովսի ժամանակ Ենովսենք հասկացան, որ պետքա սիստեմատիկ բնույթ կրի Աստծո պաշտամունքը եւ կազմակերպում էին, ոնց որ այսօր մեր եկեղեցին է կազմակերպված, այտենց կազմակերպում էին, որ բոլոր երեխաները Ադամի Եվայի հավաքվեն, լսեն Աստծո մասին եւ այդ պատճառով իրանք կոչվեցին Աստծո որդիներ։ Նու այս մեկնությունը Ղևոն Դալիշանից է գալիս գրքի մեջ, այսինքն եթե ինտերնետում նայեք շատ բազմապիսի կարծիքներ կան, թե Աստծո որդիները ովքեր էին, մարդու որդիները ովքեր էին, ինձ խելամիտ է թվում Ղևոն Դալիշանի ասածը, որ Աստծո որդիները հենց Ենովսի սերունդներ, ովքեր քահանայությունը վերցրել էին իրանց վրա եւ քահանայություն էին անում։